Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Եթերում իրական Թուրքիան նախագիծն է, բարև ձեզ։ Խորհրդարանական ընտրություններում հաղթելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Թուրքիայում գոհ են, Ադրբեջանում ցնծում են, թե ինչպես ու ինչ սանձարձակ ձևակերպումներով չենք մեջբերի։ Փոխարենը կներկայացնենք թուրք-ադրբեջանական հետընտրական քաղաքական ուղերձները։ Եվ նախ Թուրքիայի արտգործնախարարություն, որովհետև Անկարայից գոհունակությամբ են արձագանքում Փաշինյանի ներկայացրած արդյունքներին ու որ ավելի կարևոր է, բացեիբաց բացատրում են։ Հիմա արդեն Փաշինյանի որոշ համարձակ քայլեր են ակնկալում։ Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ եւ հանգիստ միջավայրում։ Հույս ունենք, որ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կանի տարածաշրջանում խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նշված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած տեքստում։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Հայաստանում կայացած ընտրությունների եւ Փաշինյանի հայտարարած արդյունքի մասին Թուրքիայում պաշտոնյաներից առաջինը խոսել է արտգործնախարարը։ Azerbaycan'ın meşru kaygılarının giderilmesini Փարատել Ադրբեջանի օրինական մտահոգությունները Թուրքիան եւ Ադրբեջանը թվում են, թե ինչ պետք է անի Փաշինյանը հիմա։ Zengezur dəhlizinin önəmi Փաշինյանի հայտարարած արդյունքը բավարարում է Անկարային Երևանից աշխատող թուրքական հեռուստաալիքների լրագրողների գնահատականները։ Ankara açısından da herhalde memnun edici bir seçim sonucu olduğunu söylemek çok yanlış olmayacak. Թուրքիան Փաշինյանին քաշել է իր հովանոցի տակ։ Հայ ժողովրդին առաջարկում են հաղթահարել պատմական մոլուցքներն ու բարդույթները։ Bu komplekslerden, bu duygusal bakış açısından çıktığı takdirde Ermenistan Եվ հարցազրույց այսօր Սերդար Քորուջու Թուրքիայից Երևան եկած լրագրողը բացատրում է, թե ինչու էր եթերում ցուցադրում Փաշինյանական իրական Հայաստանի քարտեզը։ Yani gerçek Ermenistan sözünü Paşinyan söylüyor. Paşinyan'ın iddiası o haritanın gerçek Ermenistan olduğu. Եվ այսպես Հայաստանում կայացած ընտրությունների եւ Փաշինյանի հայտարարած արդյունքի մասին Թուրքիայում պաշտոնյաներից առաջինը խոսել է արտգործնախարարը։ Ֆիդանի հայտարարությունները հնչել են Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ Ստամբուլում կայացած եռակողմ ձևաչափով հանդիպումից հետո։ Ադրբեջանի օրինական մտահոգությունները Հայաստանը պետք է փարատի, հայտարարել է Ֆիդանը, հովանավորելով ինքնիշխանության մասին աղմկող եւ Արցախի պաշտպանության բանակին հաղթելով ակլորացած Ալիևին։ Azerbaycan ile Ermenistan arasındaki barış sürecinde Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում կողմերի ցուցաբերած կամքը բացել է հնարավորությունների պատուհան մեր տարածաշրջանի համար։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ destekliyoruz. Azerbaycan'ın meşru kaygılarının giderilmesini ve barış anlaşmasının gecikmeksizin Մենք նաեւ հույս ունենք, որ Ադրբեջանի օրինական մտահոգությունները կքննարկվեն եւ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Թուրքիայի արտգործնախարարը իհարկե հերթական անգամ ընդգծել է, որ Փաշինյանի հետ գործողությունները համակարգում են Ալիևի հետ, բայց սա մեծ նորություն չէ։ Առավել մեծ ուշադրության է արժանի այն, ինչը Հայաստանում հետընտրական ներկայվիճակում Թուրքիայի արտգործնախարարն ասել է խաղաղության մասին։ Ermenistan'la yürüttüğümüz normalleşme süreci de Azerbaycan'la yürüttüğümüz yakın eşgüdüm içerisinde aynı şekilde Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ։ Վերջին 4 տարիների ընթացքում մեծ առաջընթաց ենք գրանցել եւ կարծում ենք, որ Հարավային Կովկասի համար հիմնական հնարավորությունն ու նպատակը հետեւյալն է՝ խաղաղության հիմքերի ամրապնդմանը զուգահեռ կապի նախագծերի ուղղությամբ ավելի մեծ արդյունքներ։ barışın toplumsal ve ekonomik temeli daha sağlam şekilde Սրան էլ զուգահեռ խաղաղության սոցիալական եւ տնտեսական հիմքերն ավելի ամուր կհաստատվեն։ Մենք վճռականորեն շարունակում ենք մեր ջանքերը ամրապնդելու այս ցիկլը, որը կծառայի ամբողջ տարածաշրջանի ընդհանուր շահերին։ Սա նշանակում է, որ Թուրքիայի արտգործնախարարը բառացի ձևակերպեց Թուրքիայի պլանը Հայաստանի դեմ, բայց դիվանագիտական լեզվով։ Եթե ավելի պարզ, ապա Թուրքիան հրապարակավ ակնկալում է Սյունիքով անխոչնդոտ անցումը եւ Հայաստանի դեմ գործելու է խաղաղության, սոցիալական եւ տնտեսական մեթոդներով։ Սա հնարք է հասնելու թուրքական շահերին առանց ռազմական ուժ գործադրելու այս փուլում։ Եթե ավելի պարզ ներկայացրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, հրապարակելով Փաշինյանի հայտարարած արդյունքի մասին Բաքվից մի գրառում։ Ինչպես ասում են, մեր բարի խոսքն ու ատրճանակը նրանց ավելի արագ համոզեցին, քան կհամոզեին միայն բարի խոսքերը։
Հիմա մեր սցենարի համաձայն տարածաշրջանում պետք է սկսվի առևտրի դարաշրջան։ Ի վերջո, ինչպես մի իմաստուն մարդ է ասել, ընկերներիդ մոտ պահիր, թշնամիներիդ ավելի մոտ։ Միայն մեզնից Հայաստանի կախվածությունը մաքսիմալացնելով եւ Ռուսաստանի ներգրավվածությունը Հարավային Կովկասում նվազագույնի հասցնելով կարող ենք ապահովել մեր սահմաններն ու մեր ապագան։ Այսպիսով հաջորդ դրվագում Հայաստանը ստիպված կլինի ցավոտ բաժանում ապրել Մոսկվայից։ Ռեգիոնալ հանդիպումից հետո Հայաստանում ընտրությունների մասին նաև Բայրամովն է խոսել։ Ադրբեջանի արտգործնախարարը ձևակերպել է այն մտահոգությունները, որոնց մասին հայտարարեց Ֆիդանը։ Ավելին, եթե մեծ հաշվով ստեղծվել էր տպավորություն, թե միայն սահմանադրությունը փոխելն է մնացել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, ապա Բայրամովը հիմա ասում է, մնացել են որոշ քայլեր։ Değerli həmkarlarıma Cənubi Qafqazda Ermənistan, Azərbaycan Հարգարժան գործընկերներից ներկայացրեցի Հարավային Կովկասում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում վերջին զարգացումները։ Մանրամասն տեղեկություն տրամադրեցի անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովից հետո կարգավորման գործընթացի ուղղությամբ արված քայլերի, դրական միտումների եւ վստահության ամրապնդման միջոցների ընթացքում եւ դրանից հետո գրանցված առաջընթացի մասին։ Մենք ընդհանուր առմամբ այս գործընթացը դիտարկում եւ մեկնաբանում ենք դրական լույսի ներքո։ mənada müşahidə edirik və şərh edirik. Eyni zamanda Միաժամանակ, որպիսի գործընթացը վերածվի լիովին կայուն եւ երկարատև խաղաղության պետությունների միջև նորմալ հարաբերությունների հաստատման եւ վերջնական համաձայնագրի ստորագրման, իհարկե կարեւոր է նաեւ լուծել լուծման կարիք ունեցող խնդիրները եւ դա կրկին նշվեց այսօր։ həlli vacib olan məsələlərin təbii ki, tam yerinə yetirilməsi də önəm kəsb edir və bu bugün bir daha qeyd olundu. Բաքվի արտգործնախարարը ներկայացնելով եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված թեմաները Հայաստանի տարածքի մասին է հայտարարություն արել։ Ստացվում է, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը քննարկել են Հայաստանի տարածքով անխոչնդոտ անցումը, բայց առանց Հայաստանի։ Այդ հանդիպմանը Հայաստանը իհարկե չի մասնակցել։ Zəngəzur dəhlizinin önəmi Զանգեզուրի միջանցքի կարևորությունն ենք ընդգծել։ Զանգեզուրի միջանցքի մի մաս հանդիսացող թրիփ նախագծի իրագործման մասին ենք կարծիքներ փոխանակել, ինչպես նաև Թուրքիայի տարածքում կառուցվող շատ կարևոր Կարս-Իգդիլ-Դիլիջու երկաթգծի մասին ենք մեծ ուրախությամբ խոսել, ինչպես նշեց Հաքան Բեյը։ Եվ այսպես Զանգեզուրի միջանցք թրիփ նախագիծ, որով փորձում են հայերին ենթարկեցնել խաղաղությամբ եւ Կարս-Իգդիլ-Դիլիջու երկաթգիծ, որը եթե ձևակերպենք համառոտ, Հայաստանը հնարավորին չափ շրջանցելու մասին է ու նախագիծ դեռ Աթաթյուրքի ժամանակից։ Որն է այստեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահը պարզ է, որն է այստեղ տարածաշրջանի շահը վիճելի է հաշվի առնելով Իրանի եւ ինչու ոչ Վրաստանի գործոնները։ Որն է Հայաստանի շահը, սա է հարցերի հարցը, որը պետք է տեսնել ոչ միայն թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների բաց ու իրականում պարզ հայտարարություններում, այլև դրանց տողատակերում, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում, թե ինչ են պատրաստվում անել Հայաստանի եւ հայերի հետ։ Թուրքական առաջատար հեռուստաալիքներից մեկի եթերում մեկնաբանը ժպիտը չի կարողանում թաքցնել, երբ հայտնում է, թե Փաշինյանը հաղթանակի մասին է հայտարարել։ Ve mevcut başbakan Nikol Paşinyan oyların %51'ini alarak birinci parti oldu. Zaferini ilan etti. Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջատարն է, քվեների 51%-ով։ Նա հայտարարել է հաղթանակի մասին։ Նա նաև կարևոր հայտարարություններ է արել Թուրքիայի վերաբերյալ։ Թուրքական այս հեռուստաալիքը նաև լրագրող էր ուղարկել Հայաստան տեղից լուսաբանելու ընտրությունները։ Ուղիղ միանում են Երևանից աշխատող լրագրողին ու հնչում է հարցը նախ հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Սա կանխատեսելի էր, որովհետև դեռ նախընտրական շրջանում եւ անգամ դրանից առաջ Թուրքիայի ուղեղային կենտրոնները գրում էին, որ Թուրքիան մրցում է Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում։ Սա նշանակում է Հայաստանում ազդեցության համար։ Հետևաբար, եթե հայերը դիմադրում են Մոսկվային, ապա Անկարայում դա ընկալվում է որպես առնվազն անուղղակի այո Türkiye'nin. Rusya ile Batı arasındaki bir çekişme niteliğindeydi, bir test niteliği. Այս ընտրությունները որոշակիորեն պայքար էին Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, ինչ ուղերձ հղեց հայ ժողովուրդն այս արդյունքով։ Deniz, bu soruya yanıtı aslında Başbakan Nikol Paşinyan dün gece verdi.
oyların henüz %15'i açıklanmış. Այս հարցի պատասխանն իրականում տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան, երբ հաշվարկվել էր ձայների ընդամենը 15%-ը, Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ տեսախցիկների առջև եւ հաղթական ելույթ ունեցավ։ Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրությունների արդյունքն ուղերձ է այն մասին, թե որքան է հայ ժողովուրդը ցանկանում խաղաղություն, զարգացում եւ հարաբերությունների կարգավորում Հարավային Կովկասում։ Թուրքական հեռուստաեթերում նկատում են, որ մասնակցության ցուցանիշն է աճել։ Դա վերագրում են ընդդիմության աշխատանքին։ Դրանից անմիջապես հետո հավելում են. Թուրքիայի տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը զգալիորեն արագացրեց հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Bir anlamda Ankara açısından da herhalde memnun edici bir seçim sonucu olduğunu söylemek çok yanlış olmayacak. Որոշ առումով սխալ չի լինի ասել, որ ընտրությունների այս արդյունքը բավարարում է նաև Անկարային։ Սակայն տեսնում եւ արձանագրում են նաև այն, որ Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն, ասում են Փաշինյանը սահմանադրությունը փոխելու համար պետք է համոզի ժողովրդին։ Parlamentoda şu anda bu sonuçlara göre çoğunluğa ulaştığını görüyoruz. Ama anayasa değişikliği için bu sandalye sayısı yeterli değil. Մենք տեսնում ենք, որ այս արդյունքներով նա ներկայում մեծամասնություն է կազմել խորհրդարանում, սակայն դա բավարար չէ սահմանադրության փոփոխության համար։ Նրան անհրաժեշտ է 2/3 մեծամասնությունը։ Իհարկե, Փաշինյանը նման օրակարգ ունի։ Ve halkı ikna etmesi lazım tabii ki. Պետք է գնա սահմանադրության փոփոխության հանրաքվեի, պետք է մեծամասնություն ունենա եւ իհարկե նա պետք է համոզի ժողովրդին։ Ընտրությունների արդյունքների եւ հատկապես Թուրքիային ուղղված Փաշինյանի հետընտրական հայտարարությունների մասին մանրամասն անդրադարձ կա նաեւ այդ երկրում ամենադիտվող լրատվական ալիքի եթերում։ Այստեղ սակայն հաշվի առնելով, որ լրագրողը բավական մանրամասն ծանոթ է հայոց պատմությանը, չի հերքում հայոց ցեղասպանության փաստը, մեկնաբանություններն ավելի նրբանկատ են։ Սա պայմանավորված է առաջին հերթին եւ հիմնավորապես լրագրողի անձով, ոչ թե լրատվամիջոցի քաղաքականությամբ։ Լրատվամիջոցը մեղմ ասած հակահայկական է։ Bu seçim Ermenistan'ın yakın tarihindeki en kutuplaşmış seçim. Yani Սա Հայաստանի պատմության ամենաբևեռացված ընտրությունն է, այսինքն հանրության այսպիսի բևեռացում ես նախորդ ընտրություններին չեմ հիշում։ Սա շատ կարևոր է, սա պետք է ընդգծել, որովհետև եւ իշխանությունը եւ ընդդիմությունը muhalefet taraftarları Ermenistan devletinin geleceği için aslında oy kullanılacağını söyledi. հորդորում էին քվեարկել Հայաստանի ապագայի համար, ընդգծելով, որ ընտրությունների արդյունքը Հայաստանի ապագան է որոշելու։ Փաշինյանն ասաց, որ ավելի շատ քվե է ստացել, քան 2021-ին եւ միայնակ կառավարություն է կազմելու։ Dedi ki 2021'den daha çok oy aldık. Tek başına hükümet olacak. Պետք է նկատել, որ թուրքական մեդիան հատկապես քարոզարշավի կեսից հատուկ ուշադրություն էր դարձնում ընդդիմադիր ուժերին, մասնավորապես ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքներին։ Ընտրությունների նախօրեին նկատում էին այնպես չէ, թե Փաշինյանի հաղթանակը երաշխավորված է։ Սա նշանակում է, որ Թուրքիայում գիտեն նաեւ այն դիմադրության մասին, որը կա Փաշինյան-Թուրքիա-Ադրբեջան ներկա գործընթացի եւ այդ շփումների պայմանների դեմ։ Ermenistan seçimi bölge için önemli ama Ermeni halkı için, Ermenistan için kader seçimi olarak. Հայաստանում ընտրությունները տարածաշրջանի համար կարևոր են, բայց Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ճակատագրական ընտրություններ են։ Թե ինչ է նշանակում թուրքական հեռուստաեթերում նման ձևակերպումը, առավելագույնս պարզ է։ Հիմա այն մասին, թե ինչպես էին Երևանից աշխատող թուրքական այս հեռուստաալիքների լրագրողները ներկայացնում ընտրությունների ընթացքը ու նախօրեն։ CNN թյուրքը եղել է այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկում էր Փաշինյանը, բայց նախ նկատենք ամենաուշագրավը։ Լրագրողի մեկնաբանություններին կից ցուցադրում են կադրեր, որոնցում ընտրատեղամասերից մեկն է ու երևում է Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը։ Սերդար Քորոջուն ընդգծել է, որ այս ընտրությունները գերկարևոր են Հայաստանի եւ Փաշինյանի համար, որովհետեւ Փաշինյանի գլխավոր մրցակիցը Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանն էր։ Հավելել է, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է ու բացի այդ ուժեղ Հայաստանի ընտրացուցակից պատգամավորի 6 տեխնատուներին ձերբակալելու որոշում է կայացվել։ Հավելում է նաեւ, որ նման զարգացումներ իրականում կարելի էր սպասել ընտրություններից հետո։ Kazanması muhtemel görünüyor ama yine de muhalefetin şansını da küçümsememek lazım çünkü çok Փաշինյանի հաղթանակը հնարավոր է, բայց միևնույն ժամանակ չպետք է թերագնահատենք ընդդիմության հնարավորությունները, որովհետև կան բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ եւ եթե ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն, ապա կա հնարավորություն, որ նրանք կարողանան կանխել Փաշինյանի իշխանության գալը։ Սերդար Քորոջուն Երևանում ուշադրության կենտրոնում էր հայտնվել, որովհետև երևանցիները նկատել էին, թե ինչպես է ուղիղ եթերում ցուցադրում Փաշինյանի իրական Հայաստանի քարտեզը։ Ահա այդ պահը թուրքական եթերում Paşinyan taraftarlarına
böyle bir harita dağıtılıyor. Փաշինյանի կողմնակիցներին այսպիսի քարտեզ են բաժանում։ Կհարցնեք, ինչու է կարևոր երկրի քարտեզը, ինչու են բաժանում։ Իրականում քաղաքականության փոփոխության իմաստ է կրում այս քարտեզը, որովհետև այս քարտեզով Փաշինյանի կառավարությունն ասում է, արդեն իրական Հայաստան ենք ձևավորում։ Yani yönetiminin artık biz gerçek Ermenistan'ı kuruyoruz söyleminin işareti olarak görünüyor. Այստեղ որևէ մեկնաբանություն չենք անի, միայն հայտնենք, որ Սերդար Քորոջուի հետ նախորդին հարցազրույց ենք ունեցել ու խնդրել բարձրաբանել, թե ինչու է Թուրքիայի եւ թուրքական մեդիայի համար կարևոր փաշինյանական քարտեզը։ Պատասխանները ուշագրավ են։ Առաջարկում ենք տեսնել այս թողարկման երկրորդ հատվածում։ Մինչև այդ շարունակում ենք եւ Haber Թուրքիի եթերում ընտրությունների նախորդին են սկսել ինտենսիվ քննարկել Հայաստանում ընտրական գործընթացը եւ ինչպես նշում է մեկնաբանը դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար։ Նկատում է, Հայաստանում ընտրողների թիվը 2.5 միլիոն է, երբ Թուրքիայում 70 միլիոն է, ինչը որոշ չափով բացատրում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հսկայական տարբերությունը։ Հետո, ինչպես թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն են անում, նկատում է, Փաշինյանը կորցրեց Ղարաբաղը, նկատի ունեն Արցախը, բայց կարողացավ վերընտրվել։ Ու հնչում է հարցը. Փաշինյանի վարկանիշը բարձր է թվում։ Ակնկալում եք, որ նա կհաղթի նաև այս ընտրություններում։ Անկարայի համալսարանի պրոֆեսորն այսպես է պատասխանում. Ermenistan toplumu için, Ermeni toplumu için Doğu ile Batı arasındaki bir mücadelede yönünü hangi tarafa çevireceğini. Այս ընտրությունները կարևոր են հայ հասարակության համար, քանի որ արդյունքը հստակ ցույց կտա, թե որ կողմ կանցնեն հայերն արևելքի եւ արևմուտքի միջև պայքարում։ Paşinyan'ın artık gerçek Ermenistan olarak adlandırdığı yeni bir politikanın Որովհետև Ռուսաստանի Եվրամիության եւ Ամերիկայի հետ վարվող քաղաքականությունը եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր էջը, որը Փաշինյանն անվանում է իրական Հայաստան, շատ կարևոր են այս համատեքստում։ Bu tek başına kesin bir şekilde bir zafer getirir demek için biraz erken çünkü Նայելով Փաշինյանի ներկա վարկանիշին, այո, ըստ հարցումներին ստանում է 30-ից 32%։ Այնուամենայնիվ դեռ վաղ է ասել, որ միայն սա երաշխավորում է անկասկած հաղթանակ, քանի որ չնայած ընդդիմությունը մասնատված է, չկողմնորոշված ընտրողների գործոնը նույնպես շատ կարևոր է։ Կան մինչև 30% չկողմնորոշված ընտրողներ։ Haber Թուրքի եթերում նաև ընդգծում են, կան մեկնաբանություններ, որ Փաշինյանը կարող է հաղթել ընտրություններում, բայց չունենալով բավարար մեծամասնություն սահմանադրությունը փոխելու համար։ Եվ հիշեցնում են, որ Ալիևը Փաշինյանից պահանջել է փոխել սահմանադրությունը, եթե ցանկանում է խաղաղության համաձայնագիր։ NTV-ի լրագրողը ընտրությունների նախորդին Թուրքիայի հեռուստադիտողներին ներկայացրել է, թե ինչպես է Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի հարթակից հայտարարել, թե ընդդիմադիր կուսակցությունները պատերազմի կուսակցություն են կամ պատերազմի դուռը բացողներ։ Aslında konuşmasında muhalefet partilerini eleştirdi. Üç başlı savaş makinesi olarak nitelendiriyor. Իր ելույթում քննադատեց ընդդիմադիր կուսակցություններին։ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր կուսակցություններին բնութագրում է որպես պատերազմի 3 հրեշներ, ասաց, որ նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, շեշտելով դա հանրահավաքում։ Ասաց, որ նրանք պետք է վերադարձնեն ժողովրդից խլածը։ Իրականում Փաշինյանին քննադատում են, որ այս հարցը 18 թվականին իշխանության գալուց ի վեր չի լուծել։ Yargılanmadığı, yani daha önce verdiği bu yöndeki açıklamaları, yani yargılanmaları gerektiği yönündeki açıklamaları yerine getirmediği yönde eleştiriyordu Paşinyan. Նրանք քննադատել են հին ռեժիմը ներկայացնող նախկին առաջնորդներին չհետապնդելու եւ պատասխանատվության ենթարկելու իր նախկին խոստումները չկատարելու համար։ Հանրահավաքում նա կրկնեց այս խոստումը։ Կրկնել էր նաեւ հերոստաբանավեճի ժամանակ։ Խոսեց նաեւ սահմանադրությունը փոխելու մասին։ Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի անհրաժեշտ կետերից մեկն է։ Հետևաբար, այս ընտրությունները շատ կարևոր են, բայց Փաշինյանը նաև սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունը համատեղեց նախկին ռեժիմի առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու հետ, շեշտելով այս կետը։ Իհարկե թուրքական այս հեռուստալիքը եւս ընդգծում է Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսության կարևորությունը, հավելելով, որ Փաշինյանը նախընտրական հանրահավաքներին կրծքին, գլխարկին կրում եւ բաժանում էր Հայաստանի քարտեզը առանց Արցախի։ Հնչում է հարցը, թե արդյոք կա հավանականություն, որ Փաշինյանը ընտրությունների արդյունքներով կձախողվի։ Պատասխանը հերթական հուշումն է Հայաստանի քաղաքացիներին, թե ինչ է սպասվում Հայաստանի։ Kimin kazanacağından çok Paşinyan'ın nasıl bir oy oranıyla kazanacağı önemli. Խոսքը ոչ այնքան այն մասին է, թե ով կհաղթի այս ընտրություններում, որքան այն մասին, թե քանի տոկոս ձայն կստանա Փաշինյանը։ Ահա թե ինչն է բոլորին հետաքրքրում, որովհետև եթե նա մեծամասնություն ստանա խորհրդարանում, այսինքն 52%, ապա օրակարգում կլինի նաև հանրաքվեն։ Կարող ենք ասել միջնաժամկետ հեռանկարում։ Դրա համար նա պետք է մեծամասնություն ստանա խորհրդարանում։ Երևանում աշխատող լրագրողի այս
այս խոսքից հետո անցնում են Դենիս Բերքային, որին ներկայացնում են որպես հետխորհրդային տարածաշրջանի փորձագետ, եւ նա ընդգծում է նույնը, հավելելով այն գործոնները, որոնց բախվել է Փաշինյանը նախընտրական փուլում եւ կարող է բախվել հետընտրականում։ Փաշինյանın bir rakibi Samuel Karapetyan. Փաշինյանը ունի մրցակից Սամվել Կարապետյանը, ով Ռուսաստանի քաղաքացի է, օլիգարխ, հարուստ գործարար, բայց նա ներկայում տնային կալանքի տակ է եւ նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանն է այժմ գլխավորում ցուցակը, ղեկավարում կուսակցությունը։ Çekiyor ve bir de ayrıca diğer bir rakibi de Nikol Pashinyan'ın eski Cumhurbaşkanı Robert Koçaryan. Նիկոլ Փաշինյանի մեկ այլ մրցակից էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նա նույնպես այս ընտրությունների ուժեղ տեխնացուներից մեկն է։ Şimdi ise Pashinyan bu seçimlere Rusya'yı karşısına almış olarak giriyor. Այժմ Փաշինյանը մասնակցում է այս ընտրություններին Ռուսաստան ունենալով որպես հակառակորդ, եւ նա բախվում է ոչ միայն Սամվել Կարապետյանի կուսակցությանը, այլև Քոչարյանի։ Ավելին, կան 120,000 ղարաբաղցի փախստականներ, կան Հայաստանի ազգայնական շրջանակները։ Նրանք եւ հայ եկեղեցին Հայաստանի ամենաազդեցիկ հաստատություններից մեկը լիովին դեմ են Նիկոլ Փաշինյանին։ Pashinyan'ın tamamen karşısında. Bu seçimler tabii bir de Ermenistan'da kilisenin siyasete ne kadar etki edebileceğini de. Այս ընտրությունները նաև ցույց կտան, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ եկեղեցին Հայաստանի քաղաքականության վրա։ Հետևաբար, այս միջավայրում սրանք թերևս Փաշինյանի առջև ծառացած ամենակարևոր խոչընդոտներն են։ Անհրաժեշտ են համարում նաև հավելացնել, որ այս ընտրությունները վերածվել են շատ կարևոր աշխարհաքաղաքական պայքարի արևելքի եւ արևմուտքի կամ Ռուսաստանի եւ արևմուտքի միջև։ Թուրքական հեռուստաեթերում Հայաստանում ընտրությունների թեմային սկսեցին առավել ինտենսիվ անդրադառնալ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո։ Ադրբեջանցի գործարարներից մեկի ֆինանսավորմամբ աշխատող թուրքական հեռուստաալիքը, որը Թուրքիայում կա ընկալում, թե Բաքվի պրոպագանդայի խոսափողն է, ահա թե ինչն է ընդգծում Փաշինյանի քարոզարշավից։ Başbakan Nikol Pashinyan her platformda kampanyasının sembolü haline getirdiği gerçek Ermenistan haritasıyla boy göstermeye devam ediyor. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարթակներում իր քարոզարշավի խորհրդանիշն է բերում իրական Հայաստանի քարտեզը, եւ այդ քարտեզին ոչ Ադրբեջանի հող Ղարաբաղը կա, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերություններում այսպես կոչված ցեղասպանության մասին պնդումների հետ ճգնաժամի պատճառ դարձած Արարատ լեռը։ Անթաքույց բացատրում են, որ իրենց իսկ ձևակերպմամբ ու բառերով Թուրքիան Փաշինյանին քաշել է իր հովանոցի տակ։ Gerçekten Paşinyan hem zeki bir adam, bunu kabul etmek lazım. Pragmatist demiyorum bakınız. Çok zeki. Փաշինյանը իսկապես խելացի մարդ է։ Սա պետք է ընդունել։ Տեսեք, չեմ ասում պրագմատիկ է, ասում եմ խելացի։ Մեջտեղ բերեց իրական Հայաստան արտահայտությունը, բայց դրա ետևում առաջնորդը երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են դիվանագիտության մեջ։ Bu bir şemsiye altına çekebilen diğer bir gücün olması da çok önemli. Bu da Türkiye. Շատ կարևոր է, որ կա մեկ այլ ուժ, որը կարող է առաջնորդին քաշել ճիշտ հովանոցի տակ, իր երկրի շահերին համապատասխան, թե տնտեսական, թե անվտանգության մարտահրավերների շրջանակներում։ Դա Թուրքիան է։ Փաշինյանին հրավիրելով Էրդողանի երթմնակալության արարողությանը, հետո շարունակելով շփումները, ներգրավելով նաև նախարարներին եւ ավելի ցածր օղակի պաշտոնյաներին, այդ շփումներում արդյունքում Փաշինյանը ճիշտ է հասկացել հանձնարարությունը, կարծում են թուրքական կողմում։ Ve bugüne kadar baktığımızda Ermenistan'ın 90'larda kurulduğundan bugüne kadar da ben bu kadar cesur diyeyim, yani cesur tırnak içerisinde cesur, bazı gerçekleri, tarihi gerçekleri dillendiren bir lider görmedik. Evet. Adam ne diyor? Ya soykırım bir palavradır, bize Rusların bırak. 90-ականներին Հայաստանի անկախությունից ի վեր չեմ տեսել այսքան քաջ առաջնորդ, քաջ ճակերտների մեջ։ Մենք չենք տեսել առաջնորդ, որը բարձրաձայնում է որոշ ճշմարտություններ, պատմական ճշմարտություններ։ Ինչ են ասում, որ ցեղասպանությունը սուտ է, որ այդ խնդիրը ռուսները թողել են մեզ, թողել են տարածաշրջանում որպես խնդրահարույց տարածք։ Ասում են, նրանք մեզ օգտագործել են որպես մտրակ, նրանք մեզ օգտագործել են, նկատի ունի հայկական սփյուռքը։ İkincisi Karabağ'la ilgili zaten bizim değildi. Bakın Երկրորդը Ղարաբաղի հարցում երկրի էլիտաները պահպանել են իրենց հարմարավետ դիրքերը։ Նա փորձում է ժողովրդին փոխանցել սա. դուք չեք կարող ապագա կառուցել մի շարք խնդիրներով, որոնց ծագումը պատմության մեջ առեղծված է։ Այս ցեղասպանությունը, հողերը եւ այլն։ Yani bu soykırım, toprak vesaire. Եթե պատկերը ավելի լայն, ապա թուրքերը Հայաստանը դիտարկում են որպես կռվախնձոր Ռուսաստանի հետ իրենց մրցակցության մեջ տարածաշրջանում հեգեմոնիայի համար։ Նկատել են տալիս պարբերաբար դեպի Եվրամիություն, Փաշինյանը քայլում է Թուրքիայի հովանու ներքո։
Hakeza aynı şekilde bu kabuğu yırtmaya çalışan Türkiye'nin şemsiyesi altında Türkiye'nin göstermiş olduğu stratejik ilerleme çerçevesinde Paşinyan'ın da Avrupa Birliği'ne Türkiye üzerinden angaj olabilmek gibi batıya açma çalışmalarını Rusya çok tedirgin bir şekilde. Ռուսաստանը շատ անհանգիստ է հետևում Փաշինյանի ջանքերին բացվելու արևմուտքի առջև։ Օրինակ, Թուրքիայի միջոցով Եվրամիության հետ համագործակցելուն, Թուրքիայի հովանու ներքո այս փակուղուց դուրս գալու փորձերին, Թուրքիայի ռազմավարական առաջընթացի շրջանակներում։ Այսքանից հետո հայ ժողովրդին առաջարկում են հաղթահարել պատմական մոլուցքներն ու բարդույթները։ Ben Ermeni halkının, Ermenistan halkının o tarihi takıntılarından kurtulmasından sonra bunu çok sağlıklı. Կարծում եմ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը պետք է այս մոտեցումը շատ առողջ համարի, երբ հաղթահարի իր պատմական մոլուցքները։ Ես չեմ կարծում, որ այդ ծայրահեղ ազգայնական, միկրոազգայնական, ռասիստական մոտեցումները որևէ կերպ օգուտ կբերեն հայ ժողովրդին։ Նախագահը սա բազմիցս ասել է, եկեք այս հարցերը թողնենք պատմաբաններին։ Bu komplekslerden, bu duygusal bakış açısından Կարծում եմ, որ եթե Հայաստանը հաղթահարի այս բարդույթները եւ այս հուզական հեռանկարը, դա շատ պատմական քայլ կլինի։ Այնուամենայնիվ չեմ կարող չընդգծել Ռուսաստանի վերապահումները։ Հայերին ցեղասպանելուց 1 դար հետո հայերին կոչում են ծայրահեղ ազգայնական ու ռասիստ, ապա հայ-թուրքական բարդույթների համար մեղադրում Ռուսաստանին։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է, եւ ինչպես խոստացել էինք, Սերդար Քորոջու, որը թուրքական մի քանի լրատվամիջոցների ուղիղ եթերներում լուսաբանում էր Հայաստանում նախընտրական վերջին օրերը, ընտրության օրը, հետընտրական առաջին հայտարարությունները։ Գլխավորը Երևանի կենտրոնում սկանդալային ուշադրության էր արժանացել Փաշինյանական քարտեզը թուրքական եթերում ցուցադրելու պահին։ Ահա թե ինչպես է պարզաբանում եւ ավելին։ Նախ շնորհակալություն այս հնարավորության համար եւ սկսենք նրանից, որ Թուրքիայից եկել եք Երևան լուսաբանելու Հայաստանի ազգային ժողովի ընտրությունները։ Ինչու են այս ընտրությունները կարևոր Թուրքիայի եւ թուրքական լրատվամիջոցների համար։ Թուրքիային için ve Türkiye medyasının için önemi taşıyor. Aslında büyük bir önemi var. Zaten sadece ben değil, Türkiye medyasından çok fazla gazeteci bu kez. Իրականում դրանք մեծ նշանակություն ունեն, եւ իրականում միայն ես չէ, որ եկել եմ։ Այս անգամ թուրքական լրատվամիջոցների շատ լրագրողներ էին Հայաստանում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներով պայմանավորված Süreci var, hem de Türkiye ile normalleşme süreci var ve bunlar birbirinden ayrı süreçler değil. Որոնք իրականում տարբեր գործընթացներ չեն։ Այժմ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Կարևոր է ընդգծել սա։ Ես հաճախ եմ գալիս Հայաստան դեռ 2014 թվականից։ Այս օրերին Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ինձ համար որպես լրագրող լրատվական արժեք ունեն։ Bir gazeteci olarak haber değeri taşıyor çünkü. Վիդեոներ վար։ Տեսանյութեր տարածվեցին եւ դուք եւս տեսել եք դրանք, թե ինչպես եք Երևանի կենտրոնից միացել ձեր հեռուստալիքի ուղիղ եթերին ցուցադրելով Փաշինյանի իրական Հայաստանի քարտեզը։ Ինչու է այդ քարտեզը եւ իրական Հայաստանի այս գաղափարախոսությունը այդքան կարեւոր Թուրքիայի համար։ Yani gerçek Ermenistan sözünü Paşinyan söylüyor. Paşinyan'ın iddiası o haritanın gerçek Ermenistan olduğu. Իրական Հայաստան ֆրազը Փաշինյանն է գործածում։ Փաշինյանն է պնդում, որ իրական Հայաստանի քարտեզն է, եւ նրա ամբողջ քարոզչությունը հիմնված է դրա վրա։ Մոտ 20-30 հազար մարդ հավաքվել էր Հանրապետության հրապարակում նրա հանրահավաքի օրը, կրելով այդ քարտեզը, ցույց տալու իրենց աջակցությունը Փաշինյանին։ Սա կարևոր է։ Աշխարհի ցանկացած երկրում, եթե մարդիկ կրում են խորհրդանիշ եւ միավորվում դրա շուրջը, առաջանում է հարցը. Nedenini merak edersiniz ve bu bir anlam taşır. Bir de aslında şu çok enteresan geliyor bana. Tepkileri de gördüm tabii ki. Çok normal, çok haklı tepkiler. Թե ինչ է նշանակում այդ խորհրդանիշը։ Ես դա էի ներկայացնում եւ իրականում տեսել եմ նաեւ բացասական արձագանքները այն տեսանյութերի մեկնաբանություններում, որոնցում Փաշինյանի խորհրդանիշի իմաստն էի բացատրում։ Նորմալ է, արդարացված եմ համարում, չեմ զարմանում, բայց իմ արածը լրագրություն էր։ Ես դա արել եմ որպես լրագրող։ Ես այստեղ չէի Փաշինյանին աջակցելու կամ նրան հակադրելու համար։ Այստեղ էի լուր հայտնելու համար։ Հետաքրքիրն այն է, որ Փաշինյանի վարչակազմը քարտեզին իրականում այնպիսի իմաստ է տվել, որ մարդիկ բացասական են արձագանքում, երբ այն իմ ձեռքում են տեսնում։ Սա ինձ համար շատ հետաքրքիր է, որովհետև իրականում բոլորը հպարտանում են իրենց քարտեզով։ Բոլոր երկրները սիրում են իրենց քարտեզները։ Գնացեք զբոսաշրջային գոտիների խանութներ, ամենուր քարտեզներ կգտնեք։ Her yerde
Bunu bulursunuz. Tabii ki siz neden? Դուք իհարկե գիտեք պատճառները։ Tabii ki. Yani nedenlerini biliyorum. Իհարկե, պատճառները գիտեմ, որովհետև Փաշինյանի քաղաքականությունն արդեն իսկ շատ վիճահարույց է։ Setler ve aslında Ermeni kimliği içinde de çok tartışma. Թե անցյալի վերաբերյալ դիրքորոշման, թե հայկական ինքնության առումով։ Այս ամենը միայն քաղաքական կուսակցությունների մասին չէ։ Նա վիճահարույց առաջնորդ է, թե հայկական ինքնության, թե իհարկե կրոնի առումով։ Նա վիճում է եկեղեցու հետ։ Կա նաև Արարատի շուրջ բանավեճը, ազգային ինքնության առումով։ Կան նրա հայտարարությունները 1915 թվականի հայոց ցեղասպանության մասին։ Եվ նա բացել ու քննարկման է դրել շատ լուրջ թեմաներ։ Konudan sormak istiyorum. Ermeni soykırımı. Այդ թեմայի մասին եմ ուզում հարցնել։ Հայոց ցեղասպանությունը Փաշինյանի իրական Հայաստանում։ Փաշինյանն այնպիսի հայտարարություններ է արել, որոնք օգտագործելով թուրքական մեդիան հայտարարում է, թե Փաշինյանն ընդունեց, հայերն ընդունեցին, որ հայոց ցեղասպանությունը սուտ է։ Որպես հայոց ցեղասպանության փաստը չհերքող լրագրող, ձեզ հետևյալն եմ հարցնելու։ Փաշինյանի նման մոտեցումը ինչ է փոխում։ Bu durumu sizin için. Yani ben Türkiye'den gelen ve Ermeni olmayan bir gazeteci olarak da Paşinyan'ı aslında eleştirmek istemem ama bir yandan da şu var tabii. 1915 üzerine Ermeni soykırımı üzerine Որպես թուրք լրագրող եւ հայ չլինելով, իրականում չեմ ուզում քննադատել Փաշինյանին, բայց մյուս կողմից կա հետեւյալը. 1915 թվականի հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարությունները բազմիցս աղավաղվել են Թուրքիայում եւ օգտագործվել են ցեղասպանությունը ժխտողների կողմից։ Կարևոր է նշել սա։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը ժխտում է հայոց ցեղասպանությունը։ Նա շատ դժվար թեմաների է անդրադառնում։ Օրինակ, ինչու սկսեցինք ցեղասպանությունը քննարկել 1965 թվականին։ Ակադեմիական ուսումնասիրության թեմա է։ Ինչպես գիտեք, ես գիրք եմ գրել 1965 թվականի մասին։ Եթե համառոտ 1965 թվականին հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր։ Բացի այդ, համաշխարհային համատեքստում արդեն իսկ բացասական մթնոլորտ էր տիրում Թուրքիայի նկատմամբ, որովհետև օրակարգում Կիպրոսի հարցն էր։ Եվ դա նաև, ինչպես նշեցի, հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր, եւ հայոց ցեղասպանությունը հիշատակվում էր ամբողջ աշխարհում։ Դրանից հետո հայերը սկսեցին կոլեկտիվորեն հիշատակել այն, եւ սա կենտրոնացած չէր միայն մեկ վայրում, տարածվեց ամբողջ աշխարհում։ Առաջին անգամ հայոց ցեղասպանությունը սկսեցին կոլեկտիվ կերպով հիշատակել։ Sadece bir merkezde değil, dünyanın her yanında oldu ve ilk kez toplu halde anılmaya başlandı Ermeni soykırımı. Ձեր կարծիքով ով է կազմակերպել եւ իրագործել հայոց ցեղասպանությունը։ Osmanlı dönemi tabii ki, yani Osmanlı yönetimi elbette ama Իհարկե Օսմանյան շրջանում Օսմանյան վարչակազմը, բայց ես մի քիչ այլ կերպ եմ մտածում սրա մասին։ Պայմանավորված նրանով, որ այս թեման շատ չի ուսումնասիրվել, ակադեմիական առումով երբեմն մենք սխալներ ենք թույլ տալիս մեղավորներին նույնականացնելիս։ Որովհետև օրինակ մենք ասում ենք թուրքեր, ինչը ճիշտ է, բայց թուրք սունիներն ու թուրք ալիևիները նույն բանը չեն արել, կամ քուրդ սունիներն ու քուրդ ալիևիները նույն բանը չեն արել։ Կարծում եմ ավելի կարևոր է ընդգծել, որ 1915 թվականի կոտորածներն ու ցեղասպանությունը, երբ սպանվել են ոչ միայն հայերը, այլև ասորիները, հույները եւ շատ այլ խմբեր, հիմնականում իրականացվել են սունիների կողմից, որովհետեւ ալիևիների ներգրավվածությունը նույնը չէր։ Alevilerin katkısı aynı değildi. Yani bir yandan böyle hani halk katılımı açısından konuşursak bu ama tabii ki İttihat ve Terakki'nin programıydı. Tabii ki Osmanlı faildi. Դա իհարկե Իթիհադ və Թերակիի ծրագիրն էր։ Իհարկե Օսմաններն էին մեղավորները։ Կարծում եմ նույնիսկ քննարկելու կարիք չկա։ Երբ քաղաքական գործիչը, հատկապես Հայաստանի վարչապետը, բարձրացնում է հարցեր, որոնք Փաշինյանն է բարձրացնում, հարցը տեղափոխվում է այլ դաշտ։ Կարծես հայերի ցեղասպանությունն այժմ վիճելի թեմա է։ Կցանկանայի, որ նա իհարկե չբարձրացներ այս հարցերը կամ օրինակ սպանված մարդկանց թիվը։ Եթե ոչ 1.5 միլիոն, այլ 1.200.000 հայ մահանար կամ էլ 1 միլիոն, միթե դա ցեղասպանություն չէր լինի։ Թվերը քննարկելու իմաստ չկա։ Ցեղասպանությունը բառերի մասին չէ։ Այսօր աշխարհը Գազայում կատարվողը կոչվում է ցեղասպանություն։ Այնտեղ 70,000 մարդ զոհվեց։ Մենք այստեղ թվերի մասին չենք խոսում։ Ցեղասպանությունը թվերի մասին վեճ չէ։ Yani biz burada sayıları tartışmıyoruz ki. Ya soykırım sayıların tartışıldığı bir şey değildir. Կարծում եք Թուրանի գաղափարախոսությունը պատմության էջերում է մնացել, թե այսօր եւս գործում է։ Եթե հաշվի առնենք, որ Էրդողանից մինչև Ֆիդան եւ մյուսներ խոսում են թուրքական աշխարհը, թուրքական պետությունները միավորելու մասին, եւ դա պատրաստվում են անել Հայաստանի տարածքի հաշվին իրենց ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքով։ Şu anda artık gündemde zaten TRIP var ve TRIP aslında bütün bu tartışmaları biraz daha farklılaştırdı. Çünkü TRIP üzerinde hem Paşinyan hem Aliyev anlaştı Trump'ın aracılığıyla. Հիմա արդեն TRIP-ը կա օրակարգում, եւ այն իրականում մի փոքր փոխել է այս բոլոր քննարկումները, որովհետեւ Թրամփի միջնորդությամբ եւ Փաշինյանը եւ Ալիևը համաձայնության են եկել TRIP-ի վերաբերյալ։
Այս իրավիճակում չենք կարող հաստատ իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում, որովհետև անկեղծ ասած չեմ կարծում, որ հնարավոր է ճշգրտորեն կանխատեսել մեր տարածաշրջանի ապագան։ Ով կկանխատեսեր, որ Իրանն ու Իսրայելը մի օր միմյանց վրա հրթիռներ կարձակեն։ Հետևաբար չեմ կարող ասել, թե ինչի համար են այս գաղափարախոսությունները, ինչպես կազդեն դրանք Հայաստանի վրա։ Փաշինյան բիոս հեչտը։ Փաշինյանն ընտրել է ճանապարհ։ Մենք միայն սա գիտենք։ Մյուս կողմից ընդդիմադիր կուսակցությունները կան, եւ այս անգամ Երևանում ես իսկապես աննախադեպ բևեռացում տեսա մարդկանց եւ քաղաքական ուժերի։ Լսեցի Փաշինյանի հայտարարությունները։ Ասում է պատերազմի դուռը բացող 3 ընդդիմադիր կուսակցություններին պատժելու է։ Ես չեմ կարծում, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում։ Բոլորը դիվանագիտություն են ուզում, բոլորը խաղաղություն են ուզում։ Ես չեմ կարծում, որ Քոչարյանը կամ այլ ընդդիմադիր առաջնորդներ, ինչպիսին է Կարապետյանը, պատերազմ են ուզում, բայց միմյանց դեմ մեղադրանքները շատ կոշտ են։ Yani ben ne Koçaryan'ın ne yani diğer muhalif liderlerin Karapetyan'ın savaş istediğini düşünecek halim yok, düşünmüyorum böyle bir şey. Ama işte birbirine karşı suçlama. Բոլորն ասում են, որ մյուս կողմը Հայաստանը վաճառում եւ ոչնչացնում է։ Թուրքիայում մեղադրանքներն ավելի կոշտել են լինում։ Şu anda Türkiye sizin gerinizde kalmış olabilir. Հիմա Թուրքիան ձեզնից հետ է մնում, որովհետև Թուրքիայում հիմա երկիրը ոչնչացնելու կամ վաճառելու մասին մեղադրանքներ չկան։ Թուրքիայում իհարկե քաղաքական բանավեճերը շատ կոշտ են, բայց Հայաստանն այս առումով հիմա գերազանցում է։ Գերազանցում է նաև բևեռացման առումով։ İrakanom ինձ այդ քարտեզով նկարահանելը այդ բևեռացման ցուցիչ է։ Konusunda geçti. Aslında video da aslında bu kutuplaşmanın göstergesi. Çünkü yani aslında normalde Türk bir gazeteci Որովհետև թուրք լրագրողի Հայաստանում առաջին անգամը չէին տեսնում։ Ինքս բազմաթիվ անգամներ եղել եմ այստեղ, բայց այս անգամ ձեռքից քարտեզ էր, որը Փաշինյանի խորհրդանիշն է։ bir harita olduğu için insanlar Çünkü herkes որովհետև բոլորը գիտեն, որ սա քարտեզ է ըստ Թուրքիայի պահանջի, սա քարտեզ է, որը պահանջում է Թուրքիան։ Talep edin bir haritasıdır. işte muhalefet Ահա թե ինչու է ընդդիմությունն այսպես մտածում։ Sadece muhalefet değil, halk Ոչ միայն ընդդիմությունը, հանրությունն է այդպես մտածում, ընդդիմության հարց չէ սա, եւ դա երևաց նաեւ ընտրությունների արդյունքով Փաշինյանը հայտարարեց հաղթելու մասին, բայց դա, ինչպես գիտեք, անվերապահ հաղթանակ չէ։ Սա նշանակում է, որ մարդիկ քվեարկում են Փաշինյանի դեմ, ոչ միայն ընդդիմության օգտին, հենց Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, որովհետեւ մարդիկ այս քարտեզն ընկալում են որպես սպառնալիք, ինչպես քիչ առաջ դուք նկատեցիք նաև ինքնությանը եւ Արցախի եւ Արարատի մասով։ Հիմա Էրդողանի մասին։ Փաշինյանի կողմից արված այսքան քայլերից հետո Թուրքիայի նախագահը դեռ միայն սիմվոլիկ քայլերի մասին է խոսում։ Մի պահանջից ու պայմանից հետո հաջորդն է գալիս։ Ինչու չկան իրական քայլեր Թուրքիայից։ görmüyoruz. yani Türkiye'nin atacağı adım aslında sınır kapısı açmak olarak bekleniyor. Atılması Թուրքիայից սպասվող գլխավոր քայլը սահմանի բացումն է։ Դա պետք է արվի։ Ինչպես գիտեք, մի քանի փոքր քայլեր եղան, բայց սահմանը բացելու մասին հենց սկզբից հայտարարվել էր։ Թուրքիան չի բացի այդ սահմանը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ Հետևաբար, անկախ նրանից, թե քանի քայլ է այսօր անում Փաշինյանը, նա նախ պետք է փոխի սահմանադրությունը։ Սահմանադրությունը փոխելուց հետո պետք է հաշտություն կնքի Ադրբեջանի հետ։ Միայն դրանից հետո։ O nedenle bugün Paşinyan ne kadar adım atarsa atsın. Önce anayasayı değiştirmesi gerekiyor. Anayasayı değiştirdikten sonra Azerbaycan'la barışması gerekiyor. Ondan sonra Eğer ancak daha bugün artık Bayramov Հիմա Բայրամովն ասում է, որ չլուծված հարցեր կան, այսինքն հարցը մեկը չէ, միայն սահմանադրությունը չէ։ Türkiye bu şekilde atacağını söylüyor. Թուրքիան ասում է, ես չեմ բացի այս սահմանը, քանի դեռ չի ստորագրվել համաձայնագիրը։ Bu sınır kapısını açmayacağım. O nedenle o Թուրքիա, Ադրբեջան ով է ում վերահսկում։ bana ikisi eşit partner olarak görünüyor. Կարծում եմ, հավասար կողմեր են։ Ve Karabağ Savaşı çok şey değiştirdi. Ղարաբաղյան պատերազմը շատ բան փոխեց։ Նախինում այս երկու երկրները շատ ավելի հեռու էին միմյանցից։ Եվ այո, մենք շատ տեղերում տեսնում էինք ադրբեջանական եւ թուրքական տարբերվող քաղաքականություն։ Իհարկե միշտ էլ եղել է մեկ ազգ, երկու պետություն հռետորաբանությունը, բայց Ղարաբաղյան պատերազմը միավորեց այս երկու երկրներին։ İki ülkeyi birleştirdi, bir araya getirdi. neden? Ինչու։ Beraber çünkü yer aldılar bu savaşta. Yani Türkiye'nin de desteği vardı Azerbaycan'a. Որովհետև նրանք միասին մասնակցեցին այս պատերազմին։ Թուրքիան նաև աջակցեց Ադրբեջանին։ Ադրբեջանի հաղթանակից հետո հարաբերությունները Թուրքիայի հետ զգալիորեն սերտացան։ Սկսեցին միասին գործել։ Հետևաբար չեմ ակնկալում, թե շատ տարբեր քաղաքական դիրքորոշումներ կունենան։ Իհարկե կան ոլորտներ, որտեղ կա այդ տարբերությունը, բայց հատկապես Հայաստանի հարցում նրանք միասին են գործում։ Ուզում եմ ավելացնել, որ քարտեզը ձեռքումս պահելով, այն եթերում ներկայացնելով ոչ մեկին վիրավորելու, ցավ պատճառելու, վշտացնելու նպատակ չունեի։ Ürdün'de kırılıyorsa yani ben buna çok üzülürüm.
bu arada ben bunu söylemem lazım. Çünkü benim için en önemli taraf şu, açık söyleyeyim. Սարսափելի պատերազմ է եղել։ Նրանց համար, ովքեր զոհվեցին այդ պատերազմի ժամանակ, զոհվածների մայրերի համար, ինձ համար ցավալի կլինի, եթե իմանալ, որ իմ այդ լրագրողական քայլով վշտացրել եմ նրանց։ Պատերազմ է եղել, երկու կողմից ընդհանուր թվով 7000 երիտասարդ է զոհվել։ Անկեղծ ասած, այս ամենում կարևորը մայրերն են։ Քաղաքականությունը, հողը, այս բաները ինձ համար շատ բան չեն նշանակում։ Ես մի փոքր անողոք կլինեմ այս հարցում, որովհետև ինձ համար կարևորը մարդկային կյանքն է։ Ոչ մի մոր վիշտը պակաս սրբազան չէ, քան որևէ գաղափարախոսություն կամ պատերազմ։ Մայրեր, որոնք կորցրել են իրենց երեխաներին 20 տարեկանում, ամենակարևորն են, ինձ համար ավելի առաջնահերթ են։ Հետևաբար, խաղաղությունը շատ կարևոր է։ Burada kim ne yazarsa yazsın, ben bunlara çok takılmam çünkü gazeteciyim, doğru bildiğim şeyi. Իրական խաղաղությունը դեռ Երկաթե Բռունցքի մասին ենք լսում Բաքվից։ Ben bunu anlıyorum. Benim tercih söylemeye çalıştığım şu, yani ben savaşta yakınlarını kaybetmiş olanlar eğer gördüyse ve üzüldüyse ben onlara yani çok üzülürüm yani onlar. Ես դա հասկանում եմ, նկատի ունեմ հետևյալը. Եթե պատերազմում սիրելիներ կորցրած մարդիկ տեսել են իմ տեսանյութերը եւ վշտացել, ես շատ եմ ցավում։ Իմ նպատակը նրանց վիրավորելը չէր։ Նրանք ինձ համար ամենակարևորն են։ Համոզված եղեք, նրանց վշտացնելու նպատակ չեմ ունեցել։ Փորձում էի բացատրել Փաշինյանի քաղաքականությունը։ Դա իմ աշխատանքն է, որովհետև նա քաղաքական կուսակցության առաջնորդ է։ Նա երկրի վարչապետն է եւ նա վերընտրվել է։ Որպես թուրքական հեռուստատեսության լրագրող ես պետք է բացատրեմ սա։ Դա իմ պարտականությունն է։ Ահա թե ինչու եմ դա արել։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել։ Մեկնաբանություններ կային նաեւ իմ ժպիտի մասին։ Պարզապես ուրախ էի, որ Երևանում էի։ Ես երբեք չէի ունենա որևէ մեկին ծաղրելու մտադրություն։ Öyle alay etmek gibi bir asla gayem olamaz. Hani bunu açıklamış olayım bir yerden. Կրկին շնորհակալություն հարցադրույցի համար։ Շնորհակալություն։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալ ենք ուշադրության համար։